Բաներ, որոնքից ներվայնացնում են, գրել եմ, որ չմոռանամ։ Առաջինը, երբ որ բացում եմ TikTok-ը ու այն վիդեոներից է գալիս, երթևեկության փոփոխություն Երևանում, հերիքա, քշում ես նշանը մի բանա, պոլի նշանը մի բանա, արդեն ամեն խաչմերուկ հասնելուց ուզում ես զանգես քաղաքապետարն ասես աչը հլը բացա, կարամ մտնեմ։ Հանգիստ Տևոս, հլը մի քանի կետ կա, որ մեկվանից ես ներվայնաս, իրոք շատ եմ ներվայնամ։ Երկրորդը, երբ ինչ-որ մեկին տեսնում ես, սենք իր երեխուն խփում ա, վիրավորում ա, ինչ-որ բան ես ասում այդ մարդկանց, ասում են քոնը կունենաս, նոր կխոսաս։ Արկր բանական մարդ լինելը, անկախ երեխա ունենալու պրոցեսից, ասենք այդ մարդկանց ինչ հատվում, օրինակ դու դեմ ես երեխեքին խփելու, հենց քո երեխան ունենաս ծննդատան աշճանների մեջ ֆուտբոլ գնդակ գոլ դեպի տուն ես հասցնելու այդ երեխուն։ Հա, ներվայնանում եմ, երբ որ մարդիկ մասնագետ են ինչ-որ մի բանի, բայց չեն կարում անեն։ Օրինակ, ասենք մատնահարդարա, գնում ես, ասում ես ռամաշկա կարաս նկարել, կամ սրտիկ, ասենք պրիմիտիվ բան, ասում ես ես չեմ կարա։ Ախպեր, ո՞տ կարաս մի գործ ամեն աստվոր անես, ու չկարանաս մինիմալ բաներ անես, կամ գնում ես Վարշավանից, ասում ես կհյուսեք, ասում ես ես չեմ կարող հյուսեմ։ Ախպեր, չեմ ասում շլյապա հավաքի մազերով։ Ասենք ցանկացած մարդ որ ունի երկու ձեռք կարա հյուսի, ոնց կարաս ինչ-որ մի գործի մասնագետ լինես, каждый божий դե գնաս գործի ու մեջը ցանկություն չառաջանա մինիմալ քո գործը կարողանաս անես։ Երեխեք չեմ կարող շարունակեմ այս վիդեոն ճշումը սպարտացա։